Շատ երիտասարդ տարիքում էլ չեմ եկել, էլի 15-20 տարեկան, 30 տարեկանում եմ եկել։ Հորեղբայրս միշտ ասում էր մի արձագանքի, որևէ բանի մի արձագանքի։ Թող ինքը իրանով կհանդարտվի, կրակը կմարի, կանցնի կգնա։ Ինչքանով է քեզ օգնել եւ խանգարել Ամիրյան ազգանունը քո կայացման ճանապարհին։ Ես երբեք քաղաքականության մեջ չեմ մտել ու չեմ էլ ուզում մտնել։ Ես այն մարդկանցից եմ, որ պիտի ես քրտնաջան աշխատեմ, հոգնեմ, հետո նոր հաջողությունը ինձ վերադառնում այ։ Ուզում եմ պատմես քո բիզնեսը ստեղծելու այդ մի փախլավայի արտադրանքից մինչև արդեն իսկ կայացած մի քանի մասնաճյուղ ունեցող բիզնեսի մասին։ Ես այդ օրը չեմ մոռանա, ես մի հատ տարադրեցի, իրանց հյուրասիրեցի եւ երկու հատ դրեցի այդ տաղավարի վրա, որ վաճառվի։ Ասեցի, խնդիր չկա, թող մնա։ Ես այդ խանութից մեր տուն 3 րոպեվա ճանապարհ էր ընթանում։ Ես մինչև հասա տուն, Ալբերտը զանգեց, ասեց վաճառվեց։ Ասեց էլի բեր։ Ողջույն, այսօրվա իմ հյուրը պրոդյուսեր, հաղորդավար, գործարար Արտավազդ Ամիրյանն է։ Շնորհակալ եմ շատ իմ հրավերը ընդունելու համար, ցենց արագ կազմակերպվելու համար։ Ես եմ շատ շնորհակալ, միշտ կարոտում ես նորմալ որակով հետաքրքիր զրույցներին։ Ես ուզում եմ, որպեսզի դու քո պատմությունը սկսես սկզբից, ուզում եմ խոսենք, թե ինչպես կայացրեցիր այդ բարդ ճակատագրական որոշումը Հայաստանի կայացած կյանքը թողնելու եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվելու ու չեմ վախենա ասել ամեն ինչ զրոյից սկսելու։ Շատ դժվար էր այդ նախ որոշում կայացնելը Հայաստանում, որովհետև ես աշխատում էի Երևանի քաղաքապետարանում, մշակույթի վարչությունում ու դրա հետ զուգահեռ իմ ընկերությունը ունեի Slide Art, որ կազմակերպում էր բազմաթիվ միջոցառումներ, առիթներ եւ մշտազբաղ այսպես գործունեություն էի ծավալում, ինչպես օրինակ այստեղ, այսինքն ինձ համար տարբերություն չի եղել այնտեղ ու այստեղ, պարզապես մշակույթների եւ մոտեցումների տարբերությունն է Հայաստանն ու Միացյալ Նահանգները։ Այնպես ստացվեց, որ այստեղ եկա պարզապես այսպես կարճ ժամանակով 10 օրով ու ընդհանրապես նպատակ չկար, եկել էի պտտվելու, ընկերներից տեսնելու եւ առաջնեկս մեր Օվսաննան պիտի ծնվեր, ասացի մի քանի բան էլ կառնեմ իր համար, կտանեմ, նույնիսկ այդ մտքով, որ տարա այնտեղ երեխան ծնվեց ու շարունակեցինք նորից ապրել, բայց երբ տեսա Միացյալ Նահանգները, սիրեցի, մի բան փոխվեց, էլի այս մեծությունը, ազատությունը, ինչ որ շունչ կար այդ ամեն ինչի մեջ։ Դե կողքից էլ ընկերներս ասենք լավ կլինի, մի մտածի բան։ Շատ խրախուսողները շատ են, որովհետև այդ երևի այդ մարդիկ կարիքը ունեն։ Հա, այն ժամանակ հաստատ։ Այո։ Ու կա այստեղ հեռուստաընկերություն, այդ հեռուստաընկերությունից եւս առաջարկ ստացա, ARTN հեռուստաընկերությունից, դե մտածեցի ինչու ոչ, կարելի է փորձել։ Ու շատ կարճ ժամանակում 10 օրում ես որոշում կայացրեցի, գնացի քաղաքապետին, ասեցի, որ դուրս եմ գալիս աշխատանքից, իհարկե շատ դժվար էր եւ իրենց համար եւ ինձ համար, որովհետեւ եւ Երևանի հետ է իմ կապը շատ ուրիշ ձև եղել եւ իմ ընտանիքի անդամների հետ։ Ու մի խոսքով ես, կինս եւ արդեն մեր նոր ծնված Օվսաննան առաջնեկը միասին եկանք Միացյալ Նահանգներ։ Եկանք ու արդեն 10 տարի է այստեղ ենք։ Եկաք ու բախվեցիք արդեն իրականության հետ, ոչ թե տուրիստական Միացյալ Նահանգների հետ։ Ինչպիսին էր հոգեբանական վիճակը, երբ որ արդեն ավելի ռեալ ես վերաբերվում, որ էլ տուրիստ չես, արդեն ապրում ես, արդեն կենցաղ պետք է կառուցես, ֆինանսական ինչ-որ հարցեր լուծես։ Ստեղ գիտես հոգեբանական այդ խառնվածքը սկսվում է մի քանի ամիս հետո։ Այն սկզբի դեռ առաջին մի քանի ամիսները այնքան լավ, հո սիրուն, ցենց երեխայի հետ դուրս գալ քայլել, կնոջդ հետ գնալ ինչ-որ միտեղ։ Հետո մեկ-երկու հասկանում ես, որ չէ, դու ընկել ես մի իրականություն, որտեղ դու պիտի այսպես աշխատես, ինչ-որ մի բան անես եւ ամենայն դեպս շատ երիտասարդ տարիքում էլ չեմ եկել, էլի 15-20 տարեկան, 30 տարեկանում եմ եկել, հա, որ սովորես, ինչ-որ մի բան անես, կա ընտանիք, պիտի այդ ընտանիքը պահես եւ փորձես վայելել նաեւ կյանքդ, հա, որովհետեւ ի վերջո 30 տարեկան ես, այն ամենալավ ժամանակաշրջանն է։
ու դու սկսում ես 0-ից ու մի քանի ամիս հետո հասկանում ես որ չէ քեզ մի հատ աշխատանք է պետք մի բան պիտի անել մեկին խնդրել մեկին դիմել իհարկե հեռուստատեսությունը կար ես աշխատում էի հեռուստատեսությունում բայց պիտի հասկանանք եւ ազնիվ լինենք որ հեռուստատեսությունում աշխատելը այսօր այն ֆինանսական կայունությունը չի բերում քեզ որ դու կարողանաս ընտանիքդ լիարժեք ապահովել հա հետո հասկացանք որ մեքենա պիտի վարձել, հետո մեքենայի համար payment կա, հետո insurance կա, հետո եւ այլն ու մեկ էլ հասկանում ես որ մի կլորիկ գումար դու ամեն ամիս պիտի վճարես։ Ու Ինչպես դուրս եկար իրավիճակից։ Շատ հետաքրքիր էր։ Այստեղ ունենք ընկերներ, իհարկե մեր շատ սիրելի Վարդան եւ Արմինե Աղաջանյանները Զվարթնոց համույթի, իրենք ինձ առաջարկեցին իրենց համերգը վարելու։ Ես համաձայնվեցի, բայց դե համերգ վարելն էլ այդպես բան չի, եկամտաբեր չի, լավ մի անգամ վարեցի, երկու անգամ ամսվա մեջ, բայց դա այդ գումարը չի գալիս։ Ասացի լավ, կվարեմ ձեր միջոցառումը, այդ ընթացքում զուգահեռ այն ժամանակ լիֆտ քշելու բան կար, էլի, այդ շատ թղթեր չէր պահանջվում, ամենահարմարը հիմա էլ կա, հա։ Այդ լիֆտը վերցրեցի, մի խոսքով ընկերներս օգնեցին, թղթաբանությունը արեցի, դե մտեք քշում եմ իմ համար, բայց ես էլ որ վարել չեմ սիրում շատ, այդ անկեղծ ես հոգնում եմ մեքենայով շատ երկար վարել, բայց դե ստիպված ինչ անես, այնտեղ ծախսեր կան, երեխեքն բան 1000 մի բան։ Ու ես գնում եմ հիմնականում այն տեղերը, որտեղ հայերը քիչ են, որ շատ չճանաչեն, բան չան։ Իհարկե դա էլ ուրիշ challenge է, սովորական մարդ երբ որ տեղափոխվում է տարբեր է, բայց երբ որ դու արդեն ունես անուն, շրջապատ, դա էլ ինձ թվում է բարդ հոգեբանական փուլ, որը պիտի հաղթահարվի։ Ինձ շատ հաճախ ասում են ամոթ բան չկա դրա մեջ, ես էլի եմ ասում, ամոթ բան չկա դրա մեջ, ես հիմա էլ եմ խոսում դրա մասին ու հիմա էլ եթե կարիք լինի իմ ընտանիքի համար ես էլի կգնամ կքշեմ էլ, չգիտեմ, բանվորություն էլ կանեմ, այդ մի կողմ դնենք։ Զուտ ուղղակի այդ ժամանակ, այն որ Հայաստանից նոր եկել ես ու դու ճանաչված մարդ ես, ամենայն դեպս Հայաստանում քեզ թվում է թե այստեղ էլ ամոթ է էլի մի խոսքով, այդ մտքով էր։ Գնում էի ուրիշ տեղեր էի քշում։ Մի խոսքով Վարդան եւ Արմինե Աղաջանյանները հրավիրեցին իրենց համերգը վարելու, զուգահեռ Տիգրան Ասատրյանը զանգեց, ասեց համերգ եմ դրել Dolby թատրոնում, ասեց ուզեմ դու վարես։ Ու ես ցենց խառնված Dolby թատրոն նոր եկել եմ առաջին իմ միջոցառումն է ասի բա մեծ սիրով կվարեմ բան կանեմ ու պայմանավորվեցինք սցենարը ես ամբողջությամբ գրեցի Տիգրանի հետ համաձայնեցրեցի ու գնացի բեմ բարձրացա առաջին իմ այսպես ասած մեծ բեմելներ էստեղ բարձրացա բեմ վարեցի այդ միջոցառումը ամբողջությամբ ու շատ սիրուն շատ գեղեցիկ ընթացավ վերջացավ դրանից հետո այդ after party-ներ Տիգրանը կենացներ էր ասում, կանգնեց ասեց այսօրվանից արտավազդի պրոդյուսերը ես եմ, ինչ հարսանիք ունենաք, ինչ առիթ ունենաք ձեր տանների մեջ, այտենց ընկերներին էլի նեղ շրջանակներում, ասեց արտավազդը պիտի վարի ձեր միջոցառումը, ու այսպես ես իհարկե ես միշտ եմ պատմել, սա ես միշտ շնորհակալ եմ եղել եւ Վարդանին, եւ Արմինեին, եւ Տիգրան Ասատրյանին, որովհետեւ այն քայլը, որ իրանք արեցին իմ հանդեպ, շատ դա մեծ հաճախ հարազատ բարեկամներ չեն անում նման բան։ Ու մենք իրար չենք ճանաչել, այնպես չի եղել, որ մենք վաղուց ենք։ Միացյալ Նահանգների առավելություններից մեկն էլ դա է, որ այստեղի հայկական համայնքը շրջապատը այնքան տարբերվում է այլ երկրներից, որ ամեն դեպքում քեզ մենակ չես զգում, քեզ օտարության մեջ չես զգում։ Այո, այդ մեր լավ կողմն է, որը իսկապես առանձնահատուկ է ու առանձնանում է։ Մի խոսքով այսպես ու սկսվեցին այդ հարսանեկան միջոցառումները, ես կամաց դուրս եկա այդ մեքենան վարելու process-ից ու փառք Աստծո մինչ օրս ես եւ աշխատում եմ բոլոր մեր երգիչների հետ, բոլոր միջոցառումներին աշխատում եմ, եթե ազատ եմ լինում իհարկե այդ գրաֆիկս ներում է զբաղվածությունս, վարում եմ միջոցառումները ու շատ շնորհակալ եմ մեր համայնքին, մեր հայրենակիցներին, որ վստահում են իրենց կյանքի երևի թե ամենակարևոր օրը, դա հարսանիքը, այո։ Ինձ համար անչափ պատասխանատու օր է, ես անկեղծ եմ ասում, ես եթե գիտեմ այդ օրը միջոցառում ունեմ, ինձ համար այդ օրը պիտի հատուկ օր լինի, ես հանգստանամ, ես չլարվեմ, շատ չաշխատեմ, պատրաստվեմ։ Այդ էլ մեր անցած երևի այդ ճանապարհն է, որ մենք Հայաստանում բազմաթիվ միջոցառումներից առաջ մեզ արգելում էին ռեժիսորները դպրոցն է, էլի։ Այ դպրոցն է, այո։ Շկոլան, որը ամեն դեպքում ես շատ շնորհակալ եմ այդ դպրոցին ու ինչքան էլ որ այսօր տարը տարբերը հեռուստատեսությունը այլ է,
սոցիալական մեդիայի դերը այլ է, բայց ես կարծում եմ այն մարդիկ, ովքեր որ այդ դպրոցը անցել են, միևնույնն է, որակն ու մակարդակը շատ տարբերվում է։ Միանշանակ։ Առանց նեղացնելու նոր սերնդին, առանց որևէ ավել պակաս բաների, բայց կարծում եմ, որ այդ հիմքը, որը որ դրվում է, շատ կարևոր է մեր։ Ես կարծում եմ, որ իրենք էլ են համաձայն այդ մտքի հետ ու այդ գաղափարի հետ, որովհետև ինչպես ասում են, հա, երաժշտության հիմքը դասականն է, բարի հիմքը բալետն է, այստեղ էլ հեռուստատեսության կամ առհասարակ խոսքի վարպետության հիմքը դա այն անցած սկիզբ դրված շկոլան է, որը եղել է, մենք տեսել ենք Նարա Շլեփչյան, Սուսան Նշայինյան, Արմեն Ամիրյան, Վարուժան Օլքինյան, Կարեն Վարդանյան, ռադիոյի վարպետների մի խոսքով շատ լեգենդների ենք տեսել ու իրանց հետ մենք մեծացել ենք։ Ու այդ ընթացքում մենք ձեռք ենք բերել մի մեծ բազա, որը մեզ թույլ է տալիս այսօր ճիշտ արտահայտվել, ինքնադրսևորվել։ Արդեն ընկար ինչ-որ հունի մեջ եւ հետո բոլորիս կյանքում եղավ COVID-ը։ Եվ կյանքը բաժանվեց երկու մասին, բոլորը համաձայն են այդ մտքի հետ, որովհետև բոլորիս կյանքում այդ փուլը եկել է ու այդ փուլը հաղթահարելու process-ը ամեն մեկս տարբեր ձևով ենք։ Ու ես գիտեմ, որ դու այդ COVID-յան շրջանը օգտագործեցիր ամեն դեպքում ի օգուտ, ոչ թե ի վնաս։ Այո։ Ուզում եմ պատմես քո բիզնեսը ստեղծելու այդ մի փախլավայի արտադրանքից մինչև արդեն իսկ կայացած մի քանի մասնաճյուղ ունեցող բիզնեսի մասին։ Շատ լավ, իսկապես երևի թե մեզ մի հատ ընդհանրապես մարդկությանը սթափվելու ժամանակ էր ըստ իս, որովհետև մենք ինչ որ տեմպի մեջ գնում ենք, մեկ էլ գալիս է մի պահ, որ ասում է մի վայրկյան ստոպ։ Ու դու պիտի մի հատ հասկանաս, գիտակցես, թե դու ուր ես, ինչ պայքարի մեջ ես մտնում։ 2020 թվականն էր COVID-ը երբ սկսվեց, այսինքն 2020 թվականին դե 2020 հայերը ինչքան կամուսնանան, չէ՞, պատկերացրեք, այդ gold թիվը սիրում ենք մենք, ինչքան ես միջոցառում ունեի վերցրած արդեն, պլանավորած, որ պարզապես օրերը ֆիքսած էին մոտս։ Ու սկսվեց COVID-ը, հերթով զանգարում են, դե ասում են Արտոյ ջան, չի լինի միջոցառումը, մարդիկ չեն կարող ու cancel-ա լինում բոլոր միջոցառումները։ Դրանից առաջ մենք արդեն տանը, այսպես պատրաստել էինք մեր մայրիկ փախլավան, մաման եկել էր Հայաստանից, մինչև COVID-ը, մամայինք գնացին, COVID-ը 10 օր հետո սկսվեց։ Մաման պատրաստել էր մայրիկ փախլավան իր, այսպես բաղադրատոմսով, հյուրասիրելու մեր տանը, մեր տուն եկած հյուրերին։ Դե Մարիամը կինս տեսավ, ասեց շատ սիրուն բան է, ու տարբերվող, ասեց այստեղ չկա, կարելի է արտադրել, զուտ տնից զբաղվել, ոնց որ տնից վաճառել։ Ասեցինք, լավ, փորձենք։ Այսինքն բոլորը հաց էին թխում, դուք փախլավա։ Մենք փախլավա, բոլորը հաց էին գնում խանութներից այդ COVID-ի ժամանակ կամ թխում, մենք փախլավա։ Բերեցի ալուր, շաքարավազ, պոպոկ, ինչ որ անհրաժեշտ էր, պատրաստեց Մարիամն էլ, մաման սովորացրեց Մարիամին, պատրաստեցին, տուփերը պատվիրեցինք, թել սիրուն կապեցինք բանան ու դե մտածում ենք անունը ինչ դնենք։ Քույրիկիս հետ էինք խոսում Հայաստան, ասեցինք սենց գաղափար ունենք, ինչ դնենք, ասեց շատ սիրուն կլինի մայրիկ կոչեք փախլավան։ Անրի Վերնոյի այդ հայտնի ֆիլմը, որ կար Մայրիկ ֆիլմը, ու ասացինք, օքեյ, դե եկեք Մայրիկ դնենք անունը, դա վերցրեցինք, գրեցինք սիրուն Մայրիկ փախլավա, բաղադրությունը եւ այլն, ու տնից սկսեցինք վաճառել։ Անցավ մի որոշակի ժամանակաշրջան, արդեն ես դիմեցի մի քանի խանութների հայկական, մեր հարևանությամբ կար մի փոքրիկ խանութ, ասացի Ալբերտ ջան, կարանք այստեղ դնենք վաճառել, ասեց խնդիր չկա, մի հատը դրեցի, ես այդ օրը չեմ մոռանա, ես մի հատ տարադրեցի, իրանց հյուրասիրեցի եւ երկու հատ դրեցի այդ տաղավարի վրա, որ վաճառվի։ Ասեց խնդիր չկա, թող մնա։ Ես այդ խանութից մեր տուն 3 րոպեվա ճանապարհ էր ընթանում։ Ես մինչև հասա տուն Ալբերտը զանգեց, ասեց վաճառվեց։ Ասեց էլի բեր։ Օ, ասեցի, եթե սենց հետաքրքրություն կա, ուրեմն 5 հատ տանեմ, 5 հատ տարա, հետո էլի մի օր չտևեց այդ ամեն ինչը։ Ինչ ես կարծում, բայց դա պատահականություններ, բախտեր, հաջողություններ, թե իրականում աշխատանքի արդյունք է։ Ինձ թվում է աշխատանքի, նայ, ինձ մոտ պատահականություններ շատ քիչ են լինում եւ ես այն մարդկանցից եմ, որ պիտի ես քրտնաջան աշխատեմ, հոգնեմ, հետո նոր հաջողությունը ինձ վերադառնում է։ Ես շատ եմ փորձել այդպիսի բաներ, մարդիկ կան կարող է մի քիչ ավելի հեշտ ճանապարհներով հնարավոր լինի գումար վաստակել կամ հաջողության հասնել իրենց ոլորտում։ Ինձ մոտ եղել է միշտ ամբողջ իմ կյանքի ընթացքում դժվար այդ ճանապարհը։ Ես շնորհակալ եմ իհարկե այդ ճանապարհի համար եւս, դժվար ճանապարհի համար, որովհետեւ դա ինձ կոփել է ու ինձ տվել է լիքը հնարավորություններ ավելի այլ բաներ բացահայտելու համար,
որովհետև հեշտությամբ տրված յուրաքանչյուր բան ինձ թվում է շատ արագ նաև կորցնում ես։ Ինձ մոտ այդպես է եղել։ Ինձ թվում է դա աշխատանքի արդյունք է եղել, լավ որակ տալու արդյունք է եղել։ Այսօր այդ որ ասում են տաշած քարը գետնին չի մնում, այդ արտահայտությունն էլ է, էլի նույն էս բանն է։ Եթե մարդը կամ product-ը դու լավ ես արտադրում, որակյալ ես անում, անհնար է դա չվաճառել։ Բայց ես վստահ եմ, որ կոնկրետ քո դեպքում կողմնակի կարծիքները շատ ավելի տարբեր են եւ պատկերը դրսից է, երբ որ մարդիկ նայում են, այդ հետնաբեմի աշխատանքը չեն տեսնում։ Այսինքն շատերի համար հնարավոր է ասոցացնում են, Ամիրյան Ազգանվան հետ է ասոցացվում, ընտանեկան ամեն դեպքում անունը իր դերը խաղում է, ուզում եմ հասկանամ ինչքանով է քեզ օգնել եւ խանգարել Ամիրյան Ազգանունը քո կայացման ճանապարհին։ Շատ է օգնել, միանշանակ իմ հորեղբայրը ունի եւ ունեցել է մեծ վաստակ ու մեծ անուն եւ հեռուստատեսային ոլորտում եւ առհասարակ մշակութային կյանքում ու մինչ օրս իրան այդպիսի մեկը չկա, որ չսիրի, չհարգի, չգնահատի կատարած ավանդը, ներդրումը թե հեռուստատեսության, թե մշակույթի ոլորտում ու բնականաբար ես էլ այդ նույն ազգանունը կրող լինելով եւ նույն ոլորտում աշխատելով շատ ասոցացվել են ու շատ դեպքերում եղել է ասել են պապային կբարևես, ես գիտեմ որ այդ մարդը պապային չի ճանաչում, ասում եմ ասում Արմենին կբարևես, ասում եմ օքեյ, հարց չկա, ես երբեք չի եղել որ առարկեմ, որովհետեւ նախ մեր տան մեջ չի եղել այդ տարանջատումը, մենք իրար հետ ենք մեծացել բոլորս։ Եվ ինքը ինձ համար իմ իդեալներից է տղամարդու մի խոսքով բայց Միացյալ Նահանգներում դու արդեն այդ ոլորտից դուրս եկար եւ Ossis Bakery-ին ուզում եմ ասած ինչքանով ունի կապ եւ չունի կապ այդ ազգանվան հետ ընտանեկան ամեն դեպքում ինչքան էլ որ ընտանեկան աջակցություն է կապ, բայց դա քո աշխատանքի արդյունքն է։ Հա, հենց այդ դեպքերում տես շատ մարդիկ ասոցացնում են նման բիզնեսները կամ նման բիզնեսների կայացումը էլի Ամիրյան Ազգանվան հետ, հա, այսինքն Արմենի հետ կամ չգիտեմ, պապան, այս բիզնեսը երբ որ մենք սկսել ենք ընդամենը մի $30, այսպես ասած, ինչ որ պետք էր ալուրն ու շաքարավազը առնելու համար, որպեսզի պատրաստենք փախլավան։ Դրանից հետո ինչ զարգացում եղել է միայն ու միայն իմ կնոջս աշխատասիրության եւ այդ փախլավան պրոպագանդելու, տարածելու եւ վաճառքի արդյունքում։ Այսինքն չի եղել որևէ կողմնակի աջակցություն։ Շատ դեպքերում ես լսել եմ կողքից իհարկե որ ասում են դե այս մարդը եկավ ներդրում արեց կամ պապան կամ հոպարը ներդրում արեցին, սարքեց էլ իր համար այդ բիզնեսը աշխատում է, բայց չգիտեն թե այդ բիզնեսը մինչեւ սարքելը այդ լուրջ բիզնես ունենալը դրա ճանապարհները ինչքան բարդ են եղել։ Ես ինքս եմ անձամբ նույնիսկ պատրաստել այդ փախլավան գիշերներով, որպեսզի առավոտը հասցնեինք դրանք տանենք խանութների։ Դու կամաց քանի որ շատացավ 17-18 խանութ դարձավ հայկական խանութներ։ Այդ արդեն մեծ քանակություն էր։ Ամեն խանութ 10 հատով պահանջում էր։ Դա անում էր մոտավորապես 150-ից 180 փախլավա օրական դու պիտի պատրաստեիր, որ հասցնեիր բոլոր խանութներին մատակարարել։ Ու ես լցնում էի մեքենայի մեջ 2-3 այսպես ասած տարածքով գնում էի որպեսզի բաժանեի այդ խանութներին ու միշտ էս բանը եղել է էլի ես առանց ամաչելու առանց ինչ որ բանի տարել եմ ես եմ ինվոյսները գրել ես եմ գումարները հաշվել ու տենց մինչև մենք եկանք հասանք այդ կոവിഡ്ի ժամանակաշրջանը երբ որ արդեն էլ ոչ մի տարբերակ չկար ոչ փախլավա էր վաճառվում ոչ մեկը փախլավա էր ուտում ոչ ման չէր լինում ում պիտի վաճառես փախլավան բոլորը կամ հաց էին առնում խանութներից, չէ՞, կամ մակարոն կամ տունը հաց էին թխում ալուր, հա։ Ես որոշեցի այդ սրճարանը առաջին բացել, դա վաճառվում էր այդ սրճարանը, չէր վաճառվում, այլ շուտ ես մոտեցա, շատ լավ մարդերում հետ միասին ծանոթ էինք, ասեցի ուզում եմ գնել էլի, կարող վաճառեք այս բիզնեսը, ասես դե հա կվաճառեմ, հին բիզնես է 35 տարվա։ Այդպես պայմանավորվեցինք, շատ իրենք էլ բարեհամբույր, ես մի քիչ ինվեստ արեցի, ունեի գումար, այսինքն ես ներդրեցի այնքան գումար, ինչքան որ ես ունեի։ Ես չի եղել, որ ինչ որ միտեղից վերցնեմ, բան անեմ։ Ես Չես վախեցել, որ ռիսկային քայլի ես գնում։ Իմ հարազատները, ովքեր գիտեն ինձ բան, ասացին արտավազդ մի արա տենց բան, էլի ոնց որ վերջին բանն է, այն կոնը դնում ես ասենց մի թվի վրա ու չգիտես ինչ կլինի, որտեվ իսկապես չգիտեի ինչ կլիներ, ու այդ կոവിഡ്ի ժամանակներն են մարդիկ շարժ չկա, ես էլ չեմ կարողանում Instagram-ով հայտարարեմ, որ մեր բիզնեսը բացվում է ու սկսվում է պատերազմը, 44 օրյա պատերազմը։ Ու այդ
ընդհանրապես է կոտրում բիզնեսին ու ինձ ես դե ինչ անեմ ոչ եմ Չես բոլորը կարող խոսում են գովազդես քո հա պատերազմի մասին բիզնեսը, մենք ոչ մի բան չենք որովհետև գցում ոչ Instagram-ով մեկի բացի սրտով չի։ ու ինչ անեմ ես ոչ եմ կանգնելու ասեմ ժողովուրդ ջան բացում ենք այս բիզնեսը ու ես բացում եմ դռները ու բացում եմ ասես նստած ես մենակ եմ ներսը տանը պատրաստում են այդ թխվածքները բերում եմ ես արագ մինչև հասկանամ ինչա տեղի ունենալու ինչա կատարվելու ու այդպես ուղղակի հայտարարում եմ ասում եմ որ մենք բացվել ենք ու համեցեք այսօրվա վաճառված բոլոր ամբողջական հասույթը կտրամադրվի հիմնադրամին եւ այն ժամանակ կար մի հատ տարբերակ բանկի միջոցով երբ որ դու բարեգործություն էիր անում որոշակի գումար կրկնապատկվում էր ու ոնց որ կրկնապատիկ գումարներ գնում հիմնադրամին մի խոսքով ու այդ որ հայտարարեցի իմ սաղ ընկերները ծանոթներով գիտեին ինձ հետևորդներ բան եկան այդ օրը գնումներ կատարելու համ հասկանալով որ կաջակցեն ինձ մարդիկ կտեսնեն որ շարժ կա եւ հասկանալով որ այն կարևոր քայլ է որը բոլորս էլ մտածում ենք ինչ անենք էլի հա մեկը փողոցում էր գումար հավաքում մյուսը չգիտեմ ինչ մի խոսքով եկան գնումներ կատարեցին Եվ ես այդ գումարը տարա ու սա նկարելով տարա ցույց տվեցի, որ տալիս են բանկին, բանկը ոնց է այդ տրանսֆերը անում, ինչ է արվում եւ այլն ու փոխանցեցի հիմնադրամին։ Ու երկրորդ օրվանից էլի նստած sense սպասում եմ երբ հաճախորդ գալու ու ես արդեն այն մտքին եմ, որ կարող սխալ արեցի բան, բայց ես ինքս ինձ անընդհատ ողջևորում եմ, ասում չէ, ճիշտ է, սա արել լավ կլինի։ Ես Ինչն էր այդ պահին, որ քեզ ուժ էր տալիս։ Չգիտեմ, ես հավատում էի յուրաքանչյուր հարցից չի եղել որ ինչ որ մի նախաձեռնության գնամ, մի բան որոշեմ նա սկսել ու ես մտածեմ կարողա չհաջողվի։ Այդ չի եղել այդպես բան։ Ես միշտ մտածել եմ որ սա հաջողելու եմ ես։ Անկախ ամեն ինչից ոնց կլինի, ինչ կլինի, ես հաջողելու եմ։ Դա էլ է, չէ՞, ծրագրավորումը ամեն դեպքում ես կարծում եմ իր դերը։ Ես առավոտյան արթնանում եմ, ես իմ ընկերներին էլ եմ ասում, իմ ծանոթներին, իմ հարազատներին եւ իմ հերոստադիտողներին ու հետևորդներին, ասում եմ առավոտյան որ արթնանում եք, շնորհակալ եղեք, ժպտացեք, ուրախ եղեք, չգիտեմ որ դուք աշխատում է։ Հա, էլի, ու իրոք աշխատում է դա, երբ որ դու պոզիտիվ ես արթնանում, երբ որ տրամադրությունը տեղն է, դու քեզ ողջևորում ես, միանշանակ լավ է լինելու։ Չի կարա այլ տարբեր։ Դու քեզ ողջևորես, ինչքան էլ փորձես տրամադրությունդ բարձր պահես, բայց գալիս է մի պահ, որ արդեն ձեռքերդ ուզում ես վայր դնել։ Հա, շատ է որ այդ պահին ոնց ես դու ինքդ քեզ մոտիվացնում, ինչն է քեզ այդ պահին օգնում, ուժ տալիս, որ հաղթահարում ես այդ process-ը անցկացնում ես։ Չգիտեմ, երևի կողքի մարդիկ, շրջապատը, ընտանիքը, որ մտածում ես լավ, ես այս բան հուսահատվեցի, ինչ որ մի բան արեցի, բա հետո, բա իմ երեխեքը, բա իմ տունը, բա ես կասեն արտավազդը սենց մի քիչ եսասիրության բան էլ կա, ու դա քեզ օգնում է, էլի, որ ասում ես, էգոն շատ մեծ, հա, շատ է։ Ու ես այդ ինձ չի թողում հիասթափվել, թևաթափ լինել, այսպես ասած։ Ու փառք Աստծո, ես Աստծուն շատ շնորհակալ եմ, որ այսքան ժամանակ իմ կողքին եղել է, երբ որ COVID-ի ժամանակով մենք Վարշավով մի հատ տուն էինք ապրում, որը հետևի հատվածում արտադրամաս էր, ես այդպես էի սարքել, արտադրամասում փախլավաներն էինք վաճառում, որ COVID-ը սկսվեց, դե չէր վաճառվում, փախլավաները բերում էի, այսպես թափում էի աղբը, որ դե չի վաճառվել, հետ էի բերում։ Ու գումար չի պատտվում, ես չեմ իմանում այդ վարձը ոնց պիտի տամ վարձը, մնացել է 3 օր որ տամ վարձը տամ, նայում եմ փող չկա, անկեղծ եմ ասում, ես բան չեմ թաքցնում, այդ շրջան ահավոր է։ Ամերիկյան իրականություն։ Հա, լրիվ ամերիկյան իրականություն։ Ու ես նայում եմ, հաշվում եմ, չկա այդ գումարը, որ ես պիտի տամ վարձը տամ, ու այդ տղան գրել է, ասում է գալիս եմ վարձը վերցնելու 2 օրից։ Ասում եմ շատ լավ։ Ու ինձ հա ստացվում, չգիտեմ, կարող մեկը զանգի, ասի երեխա ենք ունեցել, ոնց հավաքվում ենք տղեկով կգաս վարես, օրինակ, ես գնում եմ, մի քիչ ընդեղից, մի քիչ հենց վարձի չափով, հա, ու չես հասկանում ոնց է դա լինում։ Անկեղծ, ես միշտ ասել եմ, այդ մեկը արդեն Աստծո ոնց որ աջակցությունն է, էլի օժանդակությունն է, այսպես ասած, որ դու չես իմանում որտեղից ինչ բան, մեկ էլ միտեղից հայտնվում է այդ գումարը։ Որովհետև չես դադարում, ինձ թվում է հավատալ, պայքարել, ու անընդհատ այդ process-ի մեջ ես լինում։ Ամեն դեպքում, ինչքան էլ որ դու այդ քո նույն պոզիտիվ վերաբերմունքը, որը որ կիսում ես քո հանդիսատեսի հետ, քո հետևորդների հետ, շատ հաճախ կան մարդիկ, ովքեր որ դրան դրական չեն վերաբերվում։ Ու չեմ ուզում շատ քաղաքականացնենք մեր խոսակցությունը, բայց ուզում եմ ամեն դեպքում անդրադառնանք իմ համար շատ ցավալի թեմայի, երբ որ քո հայրենակիցները
մի այսքան ազգ ենք մնացել, շատ քիչ, փոխանակ իրար ոգևորենք, ոգեշնչենք, թեև թիկունք լինենք, բայց կա վատ իրականություն։ Ես նույնիսկ չգիտեմ դա իրականում կա, թե դա միայն սոցիալական հարթակների իրականություն է, բայց շատ խանգարող հանգամանք է։ Շատ։ Այն մարդիկ, ովքեր որ դու չես էլ ճանաչում այդ մարդկանց, բայց իրենց վերաբերմունքը, իրենց ասելիքը, դիրքորոշումը ու այդ վատ ձևով կոմենտելը ինչ ազդեցություն է ունենում քեզ վրա, ինչպես ես դրա հետ պայքարում ես, թե չես պայքարում, ինչպես ես ընդունում, ինչպես ես վերաբերվում։ Ես միշտ ինձ թվացել է, թե ինձ բոլորը լավ կոմենտներ են գրում, անկեղծ, ես տենց եմ մտածել, էլի դե ինչ եմ անում, ուտելիք եմ պատրաստում, չգիտեմ, իմ հաղորդումն եմ անում, վարում եմ, չգիտեմ, խոսում եմ, միշտ ինձ թվացել է, որ պիտի միշտ լավը ասեն, էլի տենց, պուպուշ բաներ ասեն, ու երբ գալիս ես մի քիչ այսպես բախվում ես այդ չեմ ասում էի ես երբեք քաղաքականության մեջ չեմ մտել ու չեմ էլ ուզում մտնել ընդհանրապես նաև իմ խոսքով կամ ասելիքով բացարձակ պարզապես կոնտենտ ստեղծելու համար կան որոշակի ինչ որ դետալներ որ ասում ես լավ կարելի է օգտվել ինչ որ հետաքրքիր է ստացվում քաղաքականությունը ուտելիքը էլի այսպես ասած չորս հետաքրքիր բան է շատ նման բաներ բոլորը ուտելու ընթացքում միշտ խոսում են քաղաքականությունից էլի որտեվ այդ է սեղանի շուրջ բոլորը քաղաքականություն ու ցավոք սրտի այս պարակտումն էլ որ կա բերում է հանգեցնա նրան որ դու մեկ էլ տեսնում ես քո հասցեին ինչ որ վատ կոմենտներ ու դա սկսվեց մի հատ ընդամենը վիդեոյով որտեղ ես հիմա չեմ ասի այդ վիդեոն որն է կոնկրետ բայց մի վիդեոից սկսվեց երբ ես նույն ձև նստած ճաշակում էի ուտելիքը ոնց որ ինչ որ մեկը քաղաքական գործիչ չեմ ասի ով ու դրա ոչ մեկ չիմացավ հա ոչ մեկ չիմացավ ու ես բան չեմ արի ես ընդամենը նույն ձև տենց ոնց որ իբր այս ուտելիքից մեր մոտ էլ ավաճառվում սենց ինչ որ մի հատ բաներ կոնտենտ է դա հիմա Instagram-ը բոլորն էլ անում են ոչ մի բան չեմ խոսացել ընդհանրապես բառ չկա ու դրա տակ սկսեցին ինձ ինչ որ դու ովես որ սենց բաներ անես ու գնացե փախել ես Ամերիկա բան ասում եմ լուրջ ես սենց փաստորեն մարդիկ կան որոնք իսկապես սենց են մտածում այսինքն ես իրենց բան չեմ ասել ոչ մեկին չեմ նեղացրել վիրավորել ինչ որ ավելորդ բան չի եղել ու մեկ էլ հարցակում այտենց ինչ որ հետաքրքիր բան բայց սկզբից դժվար էր ծանր էի տանում անկեղծ ասում էի ինձ խեն էսքան բան անում ճիշտ է լավ բաներ էլ կային տակը գրված հետո դարձավ սովորական անկեղծ ես հիմա ընդհանրապես չեմ էլ նայում ես ով ինչ վատ բան է գրում ես ժպիտներ եմ դնում ասում եմ սրտիկներ եմ դնում ասում եմ ես ձեզ սիրում եմ բոլորի անցնում է գնում բոլորի հա էլ հոգեբանորեն էլ վրա բացարձակ չի հիմա բացարձակ չի անդրադառնում ես դեռ շուտվա բան եմ ասում երիտասարդ ենք նոր հեռուստատեսություն էինք մուտք գործել բան ու տենց անընդհատ էլի կարող է վատ արձագանքներ, վատ կոմենտներ լիներ հորեղբայրս միշտ ասում էր մի արձագանքի որևէ բանի մի արձագանքի թող ինք իրանով կհանդարտվի կրակը կմարի կանցնի կգնա ասում էր տես իմաստ չունի էլի որ դրներս ինքը մի բան ասես դու էլ խոսաս դա ավելի թեժացնելու է ու դա տենց այդպես ոնց որ դաստիարակության նման մտել է մեջս էլի որ պետք չի խորանալ պետք ես իմ գործը կանեմ ով ոնց կընդունի թող ընդունի ես ոչ մեկին չեմ ապացուցելու որ ես որևէ մեկին ձեռք չեմ առնում կամ չգիտեմ ինչ որ չեմ վիրավորում իմ վիդեոներում վերջ բայց դե հա հեյթերներին շատ սիրում ենք բոլորս գնահատում ենք խոնարհվում ենք մեր հեյթերների առաջ ես չեմ ուզում որ իմ խոսքը նպաստի արտագաղթին բայց միևնույնն է կան մարդիկ ովքեր որ արդեն իսկ տեղափոխվել են Հայաստանից դուրս են եկել օտար երկրում են բնակվում կլինի Միացյալ Նահանգները կլինի ցանկացած այլ ուրիշ երկիր կուզենամ քո խոսքը հղես այն մարդկանց ովքեր որ դեռ այդ առաջնային փուլում են գտնվում եւ գուցեև այդ հոգեբանական ֆինանսական պայքարի մեջ են դու որպես մարդ ով որ անցել ես այդ ճանապարհը հաղթահարել ես այդ փուլը եւ այսօր արդեն հասել ես ինչ որ տեսանելի արդյունքի եւ իրավունք ունես խորհուրդ տալու կիսվելու քո փորձով այ ինչ կասեիր այդ մարդկանց ես կասեի որ լավ է քո հայրենիքում անես ինչ որ անում ես եթե կարողանում ես վաստակել եթե կարողանում ես քեզ լիարժեք զգալ լավ է լինես քո հողի վրա ավելի ապահով ավելի հիմնավոր կանգնած քան օտար երկրում բայց չէ որ մեր ճանապարհները
դարեր շարունակ են, որ մեզ բերել հասցրել են այսօրվան, որ մենք ամենքը մի պատճառով եկել է, մեկը Միացյալ Նահանգներ, մեկը ուրիշ երկրներ, հա, տեղափոխվել ենք ու փորձել ենք հաստատվել, կայանալ։ Ու այդ ճանապարհի ընթացքում հիմա պիտի գիտակցես, որ եկել ես արդեն ժամանակն է գործելու ու դոփելով նույն տեղում, մնալով նույն տեղում չես կարող առաջ շարժվել։ Միակ բանը, որ ես կուզեմ, որ յուրաքանչյուրը գիտակցեն, որ այստեղ, հատկապես Միացյալ Նահանգներում, առաջնային դա կրթությունն է, որ դու սովորես, լեզու իմանաս օրենքները եւ որ օրենքներն են քեզ նպաստավոր, որն են վնասակար եւ աշխատասիրությունը։ Ինձ համար աշխատասիրությունը դա առաջնային քայլերից մեկն է յուրաքանչյուր բիզնեսի հաջողության մեջ։ Եթե դու աշխատասեր ես, դու նպատակասլաց ես, դու պոզիտիվ ես, դու ամեն ինչին լավ ես նայում, դրական ես վերաբերվում, կհայտնվեն ներդրողները, կհայտնվեն ֆինանսները, կհայտնվի հաջողությունը, կհայտնվեն հաճախորդները, այսինքն այդ ամեն ինչի հիմքում միայն ու միայն աշխատասիրությունն է։ Եթե դու ուզում ես արդյունքի հասնես, պիտի Միացյալ Նահանգներում ուրիշ տարբերակ չկա, անկեղծ եմ ասում, եթե չաշխատեցիր, դու երբեք առաջ չես գնա։ Դու պիտի անընդհատ աշխատես ու միայն նայես դեպի լավը։ Մենք որ նոր ենք եկել, ինձ ասում էին, Ամերիկայում հեսա բիզնեսը կբացես, մի հատ բիզնես վարկ են տալիս, ապեր, ու տենց լուրջ ասում էին, էլի, ասում են գնաս բանկին կասես բիզնես եմ բացել, բանկը կասի ինչքան փող է պետք, $100,000 կտա, կանես բիզնես։ Մի բանի հանգիստ։ Ոսի լավ բան է։ Բայց երբ որ հետո բախվում ես այդ խնդրի հետ, դու հասկանում ես, որ նախ դու բացում ես բիզնեսը, գնում ես բանկին, ասում ես բացել եմ բիզնես, ասում ես քանի տարվա բիզնես, ասում ես մի տարվա, ասում ես հələ մի քանի տարի էլ, հա, հələ աշխատի, հələ շրջանառություն ցույց տուր, հələ տեսնեմ դու հարկ վճարում ես, դու եկամուտ ունես, աշխատողների աշխատավարձերը նորմալ վճարում ես, նոր ես քեզ կորոշեմ ինչքան գումար տամ։ Այսինքն, այստեղ հույսը ընկնում է միայն քո վրա։ Վարկ վերցնելով ինչ որ բան անել, դա չես կարող այստեղ Միացյալ Նահանգներում։ Դու ինքդ քո աշխատած, քո սեյվ արած գումարներով պիտի անես ամեն բան։ Դրա համար միայն ու միայն աշխատասիրությունն է, աշխատելն է ինձ համար, հավատալը, որ այդ աշխատանքը արդյունք կբերի ու պոզիտիվ լինելը։ Դրա մեծ բան։ Ես եմ շնորհակալ։ Ես կարծում եմ շատ մոտիվացիոն էր, շատ ինֆորմատիվ էր եւ շատ հետաքրքիր էր։ Ես եմ շնորհակալ, ես կուզեմ, որ նման հաղորդումները շատ լինեն, որ մարդիկ տեսնեն ինչ որ մեկի փորձով, հիմա ես իմ փորձով, իմ անցած ճանապարհով, մեկը իր անցած ճանապարհով կիսվելով կկարողանան ավելի ճիշտ կողմնորոշվել այս երկրում, որ ուղղությամբ կամ ինչպես առաջ շարժվել, որովհետև շատ դեպքերում օտար երկիրը մեզ կոտրում է, Այո։ բայց մենք կոտրվող չենք, հանձնվող չենք ու երբեք չպիտի թևաթափ լինենք։ Միայն ու միայն շարժվենք առաջ ու ունենանք հաջողություններ ու միասնական լինենք։ Հայը հային ձեռք մեկնող, հայը հային օգնող, ինչպես օրինակ դուք եք հիմա այս նախագծի միջոցով օգնում շատ հայերի, որոնք կամ նոր պիտի տեղափոխվեն կամ նոր են տեղափոխվել ու ինչ որ բանով միգուցե իմ խոսքը այսօր ձեր հաղորդման միջոցով ինչ որ մեկին օգտակար ինչ որ մի բան ասի, որը որ թեկուզ մի փոքր օգուտ է, դա ուրեմն կհամարենք, որ մեր արած աշխատանքը իր նպատակին հասել։ Շատ շնորհակալ եմ, Ստեվա ջան։